Ողջույն Հայկ, Բարև, լավ ես։ փառահեղ։ Գիտեմ, որ հիմա նոր մտահղացում ունես, ակումբ ես ստեղծել եւ ուզում եմ մի քիչ պատմես այդ ակումբի մասին, ասես ովքեր կարող են անդամակցել այդ ակումբին։ Մեր ակումբը հայագիտական թաքնագիտական ակումբ է, Այգ անունը կրող, եւ նման չէ մյուս ակումբներին, որտեղ մուտք գործելու եղանակը կամ ֆինանսական միջոցներն են, կամ այլ ինչ-որ պարամետրեր նյութական, անկախ գումարային հնարավորություններից անձը պիտի որոշակի գիտակցական աստիճանում լինի, որովհետև այսօր Հայաստանում թե յոգան, թե աստղաբանությունը, թե տարբեր ուսմունքներ դարձրել են ուղղակի բիզնես, եւ դրանցում որևէ հայագիտություն, որևէ թաքնագիտություն կամ մարդու անձնային աճ, որը խոստանում են, բնականաբար չկա։ Դրա վառ ապացույցն այն է, որ մարդիկ տասնյակ տարիներով այցելում են նման խմբակներ եւ փոքրիկ աղանդավորական կառույցներ կարծես թե որևէ փոփոխություն այդ տարիների ընթացքում մարդու մոտ իր կյանքում, գործում, մտածողության մեջ տեղի չի ունենում։ Դա կհաստատեն նման վայրեր այցելող մարդկանց մտերիմները։ Իսկ մեր ակումբը ունի դեռևս 3 տեսանելի աստիճան, ակումբը գործում է հալիվոր միաբանության շրջանակում։ Դա գիտեցողը գիտի, չիմացողն էլ իր ժամանակին կհետաքրքրվի կիմանա։ Այստեղ է որ բացվելու են այնպիսի հնագույն գրքեր, ինչպիսին 6000-յան է, Յոթնագրյանքը, մանրամասն ծանոթանում Մազարեկի հետ, բայց ոչ միայն ինֆորմատիվ, այլև վարժություններ, աշխատանք, իրական հանդիպումներ եւ տեսակապով, ցավոք արտերկրի հայրենակիցները հիմնականում կարող են տեսակապով միանալ։ Առաջին աստիճանին մարդիկ միանում են, երբ որ չունեն բազային գիտելիքներ, արար ենք անվանում առաջին աստիճանը, երկրորդ աստիճանը դա որոշակի պատրաստվածություն է ենթադրում, վան աստիճանն է, եւ երրորդը բարձրագույն աստիճանը այս ակումբի շրջանակում բնավ ոչ ամենավերջին աստիճանը դա անի անունը կրող աստիճանն է, անունները պատահական չեն ընտրված, էլի իմացողը գիտի, որ այդտեղ լրջագույն թաքնագիտական հեղափոխություններ են ունեցել։ Իդեպ կուզենամ ձեզ տեղեկացնել, որ հիշատակություն կա պահպանված անի անեծքի մասին, որը որ մի հրաշալի նկարագրություն է տալիս մերօրյա խնդիրների եւ թերևս անուղղակի պատասխանում է, թե ինչու պիտի կարիք չկա գիրքը ցույց տալ, թե ինչու պետք է հայ մարդը նմանատիպ ինքնազարգացման ուղի ընտրի, կապ չունի գործարար է, իրավաբան է, պատմաբան թե քաղաքագետ, եւ ուզում եմ այդ փոքր հատվածը կարդամ ձեր հարցին պատասխանելով, ուրեմն ահա այն աշխարհիս երեսին մի հոգևորական է ասում այսպես. միակ ճշմարիտ կրոնը հայոց կրոնն է, բայց հայերն իրանք անմիաբան ազգ են, դրա համար էլ կորցրել են իրանց թագավորությունը, հայոց թագավորները շատ գոռոզ են եղել, շատ ամբարտավան, ձիով են եղել գնալիս եկեղեցի, այսի եկեղեցու մեջ ձիով են մտել, անի քաղաքացիք այնքան գոռոզացել են, անի քաղաքաբնակները, որ ծաղրում են եղել բոլոր վարդապետներին, ասում են եթե գալիս էր մի երկայնահասակ վարդապետ, նրա առջև դնում էին շատ ցածր գրքակալ, որ վարդապետը կռանա եւ իրանք ծիծաղեն, իսկ եթե կարճահասակ էր լինում, բարձր գրքակալ էին դնում, որ վարդապետը վեր ձգվի, մեկ անգամ էլ ահա այդ վարդապետներից մինը անիծեց ու քաղաքը քանդվեց, իսկույն երկրաշարժով, հիմա այդ քաղաքը կա, բայց ոչ ոք չի կարող բնակվել այնտեղ, որովհետև անիծված է, ուրեմն նախ ասվածը իսկապես այդպես է, որտեղ անին համարվում է Թուրքիայի կողմից եւս մի տարածք, որը չպիտի բնակեցվի, այնտեղ բնակչություն չկա, նաեւ գիտենք, որ աշխարհին անին հայտնի է եղել 1001 եկեղեցիների քաղաք անվանումով, եւ այս տեքստում կարեւոր էր այն, որ
խոսքերի հեղինակը հայոց կրոն էր ասում։ Ոչ բնավ քրիստոնեություն, ոչ բնավ մեկ այլ բան, հեթանոսություն, հայոց կրոն։ Դա մի այլ գիտելիք է, թեպետ իրադարձությունները իհարկե տեղի են ունենում քրիստոնեական անիում։ Ուրախ լուրը այն է, որ այս անեծքը հանելը ոչ թե մի թուղթ ու գրի պես պիտի արվի, այլ մեր գիտակցության բարձրացմամբ, որովհետև ամբարտավանության մասին խոսք գնաց, գոռոզության մասին, ինչպես Եսլի Կողբացին կամ Խորենացին է նշում, հիմա էլ ուսուցիչները եւ այսօրվա մտավորականները ամբարտավան, գոռոզամիտ եւ հաճախ ցավոք տգետ են։ Ուրեմն այք հայագիտական թաքնագիտական ակումբը հիմնվելով բացառապես մեզ հասած ավանդության հարուստ ժառանգության վրա եւ ինքս որպես միջնորդ հանդես գալով այս ամենը փոխանցելու ենք ակումբի անդամներին, որ ունենալու եւ բաց եւ փակ տարեր, ակումբը նաեւ փոխօգնության հարթակ է եւ այսօր արդեն ունենք անդամագրվողներ, ովքեր պատրաստ են վճարել շատ գումար երրորդ աստիճանում լինելու համար, բայց մերժվում են, որովհետև գիտակցական մակարդակում պատրաստ չեն, այսինքն պիտի սկսեն առաջին աստիճանից։ Չկա այդպիսի պրակտիկա Հայաստանում, երբ կարևորվում է նմանատիպ խմբերում, ակումբներում սա։ Իսկ մյուսներին խորհուրդ կտամ վերանայեն այն բոլոր ուղղությունները, որտեղ ձեզ ոսկե սարեր են խոստանում, զբաղված են տարեստարի խաբեությամբ եւ որևէ ազգային նյութ չի գործադրվում, իսկ ոչ մերը երբեք մերը չի դառնա, ինչպես նամակ ապագայում է ասվում։ Ես հիացա ուրիշների դռներով, բայց հասկացա, որ իմ դուռը միայն իմ բանալին է բացում։ Մեր բանալին դա հայագիտությունն է, իսկ հայագիտությունը ուղղակիորեն կապված է թաքնագիտության հետ։ Այս հատվածն էլ, որ կարդացի, հայագիտական աղբյուրից էր թաքնագիտական բովանդակության։ Թերևս այսքանը։ Շատ բարի, հաջողություն ձեր գործերին, հուսամ, որ շատ կարճ ժամանակում շատ մարդիկ կկարողանաք, արժանի մարդիկ կկարողանաք հավաքագրել ձեր ակումբում։ Իմ գործերը, մեր գործերը միշտ հաջող են, որպես ապացույց ես հիմա էլ աշխատանքի մեջ եմ, կարող եք տեսախցիկը մի քիչ թեքել այն կողմ եւ կարծես թե պարզ կդառնա։